Բարերար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է եկեղեցուն պաշտպանելու համար։ Ինչպես եք վերաբերվում բարերարի կալանքին։ Սխալ է, իմ համար սխալ է, էլի։ Եկեղեցին առանձին սրբություն է, էլի, չգիտեմ, իմ համարը տենց է։ Ես էլ եմ սխալ համարում, որ Սամվել Կարապետյանին կալանքի տակ են վերցրել։ Նրա պես մարդուն, բարերար մարդուն, ինչի պետք է վերցնեին։ Այդ վերաբերմունքը բացասական է Սամվել Կարապետյանին, բարերարա, շատ մեծ բաներ արել մեր երկրի համար, իրավունք չունեին այդպեսի բան անեին բարերարին մի նախադասության համար, նա էլ մեր ձևով։ Իրան կարող է ուրիշ ձև են հասկանում, իրանց ձևը, մենք էլ ուրիշ ձև ենք հասկանում։ Պայքարով երևի թե մարդը այդ արի նկատի ունեցել, պայքարով իրանց ձևով, ծրագրերով, բանով էլ իմ կարծիքով։ Մեզ ինչ տեսակի ղեկավար է պետք, որ վերջապես խաղաղվենք, հանգիստ մեր գործով զբաղվենք, ինքն էլ այդ բոլոր հարցերը լուծի։ Դե ժողովուրդից էլ է, ժողովուրդն էլ պետք է համերաշխ լինի, հավատքով լինի։ Հայրենասեր, ժողովրդի համար մտածող։ Մեծ ղեկավարը պետք որ կարենա ղեկավարի, կարևորը խաղաղություն պաշտպանվի, մեր ժողովուրդը լավ ապրեն։ Ну, чтобы думал о своем народе. Կարևորը կարողանա անվտանգությունը պահել։ Ես առաջին հերթին խստապահանջ ղեկավար, կարգուկանոն, ամեն ինչը կարգուկանոնից է սկսվում։ Ամեն ինչը։ Օրինակ, բարերար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է եկեղեցուն պաշտպանելու համար։ Ինչպես եք վերաբերում բարերարի կալանքին։ Անհապաղ ազատել։ Առանց այլև անհապաղ ազատել։ Ես Սամվել Կարապետյանին շատ հարգում եմ, ինքը շատ լավ մարդ է, բայց երբ որ քաղաքականությանն է մնում, ես ոչինչ ասել չեմ կարող։ Նա բարերար մարդ է, ես քեզ ասեմ։ Հա, լավն է։ Տենց ոնց կարող է մեկը եկեղեցին պաշտպանելու համար, ոնց կարող մարդը կալանքի տակ լինի։ Մեծ սխալ է։ Ոչ մեկին էլ ոչ մի սրբություն պաշտպանելու համար պետք չէ կալանավորել։ Ինքը մեր ազատության մեջ ոչ թե որպես լոռեցի, ինքը շատ հայրենասեր մարդ է մեծատառով, բարերար։ Ես սխալ բան է։ Ինքը բարերար է, բոլորին օգնում է, Ղարաբաղում էլ է, ինքը երկու հատ հիվանդանոց կանգնեցրել իրեն ուժերով։ Շատ սխալ կալանք էր դա, այդ մարդուն պետք է հասկանալ, այդ մարդը հայ կողմն է ու հայ է։ Գիտեք, ուրախ եմ, որ բարերարներ ունենք մենք շատ, իսկ ով պաշտպանում է մեր եկեղեցուն, նշանակում է ինքը զտարյուն հայ է։ Մենք եկեղեցով ենք, մենք քրիստոնյա ենք, մենք մոլորակի առաջի քրիստոնյաներն ենք։ Հիմա ես էլ եմ կանգնած ձեր դիմը ասում եմ, մենք էլ մեր ձևով պետք է պայքարենք, մեր եկեղեցուն ոնց ասած պաշտպանենք։ Հիմա կարող է ինձ կալանավորի։ Հիմա մտնենք մեր համալիրը, որը առողջապահական, ասենք այդ համալիրը, որ սարքվել է, ինքը գնացել էր բացմանը, իսկ ինքը չգիտեր, որ այդ սարքողը այնտեղ է Սամվել Կարապետյանը, հիմքը դրել է Սամվել Կարապետյանը։ Ընդամենը գնում են մի հատ կարմիր լենտ են կտրում, ցույց են տալի, որ մենք ինչ-որ մի բարեգործական գործ ենք կատարել։ Պետության մեր եկեղեցում այդ անվտանգությունը մեր արժեքներն են ու իոք մեր պետության վտանգ ասպառնում, այդտեղի մեկոն չկա, այդտեղ բոլորը պետքա ոտքի կանգնեն ու մի գաղափարի շուրջ միավորվեն։ Սյունիքով Ադրբեջանին ուղի տալու փաստաթուղթն է ստորագրվել։ Զանգեզուրի միջանցքի փոխարեն անունը դրվում է Խաղաղության խաչմերուկ կամ Թրամփի միջանցք։ Ինչպես եք վերաբերվում, Հայաստանի օգուտը ըստ ձեզ որը կլինի։ Դա մասին տեղեկություն չունեմ։ Մինչև պետք է ապրվի, պետք է տեսնվի, չգիտեմ, ինչ ասեմ։ Մի քիչ բարդ հարց եք տալիս։ Շատ եմ մտածում ես այդ մասին, բայց Եթե մենք մեր հողը չպահենք, ամերիկացին պետք է գա մեզ հողը պահի։ Պիտի մեր Հայաստանի հսկողության տակ լինի, ոչ թե կամ Թրամփի, կամ Պուտինի, կամ այս մեկի, կամ այն մյուսի։ Պիտի Հայաստանը դի ղեկավարի ամեն ինչ։ На них надеяться.